Մարգարա Ալիջան, Հայաստան-Թուրքիա փակ սահմանի խորհրդանիշն են դարձել այս դարպասները, որ ինչպես պինդ զոդված կային, այդպես էլ շարունակում են մնալ։ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումն անկարան չափում էր հայ-ադրբեջանական խաղաղության սպիդոմետրով, բայց հիմա այստեղ կա նախաստորագրյալ խաղաղություն, Թրամփի վկայությամբ երկկողմ հռչակագիր, Բաքվից Երևան բեռնափոխադրումների վերացված արգելքներ, փորձագիտական փոխայցելություններ, Թուրքիայից այդպես էլ նորություններ չեն հասնում, որ կանգառում է այս երկխոսությունը։ Բացը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է եւ բացը փակ սահմանն է։ Արտգործնախարար Միրզոյանն այս բանաձևը սահմանեց պատկերավոր ներկայացնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, համադրեց հենց Երևանի ու Բաքվի խաղաղության պրոցեսի հետ, արձանագրեց ժողովուրդների միջև առկա երկխոսության իմաստով մեկը մյուսի հայելային հակապատկերն է, այս դեպքում հայ-թուրքական զրույցները շահեկան դիրքերում, ասաց նաև, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում շոշափելի արդյունքներ գրանցելու լավատեսություն ունի։ Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն եւ ես շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար շոշափելի արդյունքներ գրանցել։ Ինտենսիվ երկխոսությունը սակայն փորձագետների համար տեսանելի չէ։ Հիշեցնում են բանագնացներ Ռուբինյան-Քլեչ պայմանավորվածությունները, թե հնարավորինս շուտ երրորդ երկրների քաղաքացիների համար պետք է սահմանը բացվեր։ Շեշտում են երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այդպես էլ չբացվեց, ուրեմն առայժմ խնդիրները լուծված չեն։ Ստեղծվել է իրավիճակ, երբ Թուրքիան ամբողջությամբ վերահսկում է ամբողջ խոցույթը այն առումով, որ ամբողջ գործողությունների հաջորդ քայլը իրեն ձեռքում է, բայց ամենակարևոր հարցը թերևս այն է, թե եթե հանկարծ սահմանի բացումը արձանագրվի կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատվի, սահմանի բացման առումով ինչ պայմաններով այն բացվելու եւ թերևս ամենակարևոր հարցն է լինելու։ Մինչև օրս չկա անգամ հարցի պատասխանը, երկու սահմանային անցակետերն էլ բացվելու են, իսկ ինչպես են աշխատելու 24/7 ռեժիմով, այսինքն բոլոր անցակետերի նման, հավելում է թուրքագետը։ Իրականում ոչ մի շոշափելի քայլ Թուրքիայի կողմից չի արվել, կրկին հարցերի շարքը շարունակում է մեծանալ եւ այդ անորոշությունը շարունակում է ազդել թե որոշումների կայացման վրա Հայաստանում, ինչպես նաեւ այն հաշվարկների վրա։ Հայ-թուրքական սահմանի բացման հարց դեռ չի քննարկվում, գրում է ռուսական ՌԻԱ Նովեստին, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։ Այս պահին խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, այլ ոչ թե սահմանի հստակ բացման։ Այդ հարցը կախված կլինի գործընթացից, հստակ ժամկետներ դեռ չկան։ Եվ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Յաշար Գյուլերը կրկին ու կրկին պաշտոնական Անկարայի անունից նշում է, թե ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերը ու ոչ մի խոսք Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին, ոչ մի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։